Բարի եկեք էլ բոլորդ, Փառք Աստծուն այսօրվա համար, մենք կանք և իմ պատկերացմամբ ճիշտ տեղում ենք, Փառք Տիրոջը, որովհետև Տիրոջ տանն ենք, Տիրոջ տունը ամենաճիշտ տեղն է, որ մարդիկ կարող են կիրակի օրը լինել, նրա առաջ երևալու, ինչպես գիտեք եկեղեցին, շատ ուրիշ բաներ լինելուց բացի դպրոց է, որտեղ մենք սովորում ենք և սովորում ենք Աստծո խոսք։ Մեր թեմաները Աստվածաշնչից են, ուրիշ տեղից չեն կարող լինել։ Մեր պատմությունները, փիլիսոփաների մտքերը կարող են օգտակար լինել հասկանալու, որ նրանք վերցված են Աստվածաշնչից, բայց մեր թեման Հիսուս Քրիստոսն է, թե մեր երգի թեման, որ երգում ենք Գառնուկին, որի արյունով սրբվել ենք, որն աշխարհ եկավ մեղավորներին փրկելու, որոնցից մեկը մենք ենք, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ես ուզում եմ քրիստոնեության մասին խոսել, որտեղից առաջացավ այս քրիստոնյա բառը, եւ դրա համար ուզում եմ կարդալ Գործք առաքելոց 11-րդ գլխի 26-րդ խոսքի կեսը կոնե։ Աշակերտներն առաջին անգամ Անտիոքում քրիստոնյա կոչվեցին, ինչպես դա տեղի ունեցավ։ Պողոսն ու Շիղան քարոզել էին այդ տարածքներում, մարդիկ դարձ էին եկել, հավատացել էին Հիսուս Քրիստոսին, մարդիկ նրանց քրիստոնյա անվանեցին, նկատի ունենալով Քրիստոսի հետևորդներ կամ Քրիստոսի նմաններ։ Ինչ տեսան այդ մարդիկ, որ Քրիստոսին հավատացողներին, Քրիստոսի աշակերտներին կոչեցին քրիստոնյաներ։ Մեզ երբեմն հավատացյալներ են ասում, երբեմն ամեն մեկը իր պատկերացմամբ մեզ անվանակոչումը կամ չգիտեմ, փնովում է ըստ ճաշակի եւ ոչ ոք, ինչպես ասում են, լեզվի տակ ոսկոր չկա եւ այսպես շարունակ։ Բայց ինչ որ բան հավանաբար տեսան այդ մարդկանց մոտ, որ նրանք նմանացրեցին Քրիստոսին։ Ինչ է նշանակում հետևել Քրիստոսին, ինչպես ապրել, որ մարդիկ հասկանան, որ մեկը դարձել է քրիստոնյա, եւ ինչ պիտի անեն քրիստոնյաները, ինչ է մեզ սովորեցնում Աստվածաշունչը այս մասին։ Ուզում եք լսեք։ Ամեն։ Մեզանից շատերը ձգտում են լինել լավ քրիստոնյա, ապրել ճիշտ, իսկական քրիստոնյական կյանքով, կան մեր մեջ այդպիսի մարդիկ, ես մեկը, բայց շատերս չգիտենք, թե ինչպես, շատերն ուղղակի չգիտեն, թե ինչ է ուզում Աստված մեզանից վերջապես, և չգիտեն, թե ինչպես ապրեն քրիստոնյական կյանք, որովհետև տարբեր խոսույթներ, տարբեր խոսքեր լսելուց, ուղղակի դու, որ գիտես ճշմարտությունը, դու քիչ է մնում, որ դու մոլորվես, նախ ճշտենք, ինչ է նշանակում լինել քրիստոնյա, ինչ է նշանակում լինել Քրիստոսի հետևորդ, Քրիստոսի աշակերտ։ Շատ տարածված է այն թուր տեսակետը, ըստ որի, եթե ծնվել ես քրիստոնյա երկրում, ուրեմն քրիստոնյա ես։ Արդյոք դա այդպես է։ Ոչ եւ բոլորովին ոչ։ Կամ եթե ծնողներդ քրիստոնյա են, ուրեմն ինքստինքյան դարձել ես քրիստոնյա։ Արդյոք դա այդպես է։ Ոչ դարձյալ եւ էլի ոչ։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնեությունը չի կարելի ժառանգել ոչ մարմնի, ոչ արյան միջոցով եւ ոչ էլ մարդկանց կամքով։ Լսենք Հիսուսի խոսքերը։ Հովանու առաջի գլխի 10-13 համարները։ Աշխարհումներ։ Աշխարհը նրանով եղավ եւ աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ եւ յուրայինները նրան չընդունեցին, իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, որ հավատում են իր անվանը, որոնք ոչ արյունից, ոչ մարմնից եւ ոչ մարմնի կամքից եւ ոչ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Ամեն։ Ծնունդով չէ, ազգությունով չէ, ժառանգությամբ չէ, այլ հավատալով։ Մենք քրիստոնյա դառնում ենք,
Ոչ թե նրա համար, որովհետև մեր երկիրը 1700 տարի առաջ եւ այլն։ Այսօր այստեղ իրենց քրիստոնյա մեր երկրում իրենց քրիստոնյա անվանող շատ աթեիստներ կան։ Եվ դա նորություն չի, եւ հայտնագործություն չեմ անում, եւ դուք աթեիստ շատ մարդիկ ճանաչում եք։ Ուզում եմ դուք լավ գիտեք, որ իհարկե դրսի մարդիկ մեզ հետաքրքրում են, որ նրանք էլ փրկվեն, բայց եկեղեցին նախ իրենով պետք է հետաքրքրվի։ Դուք կարող եք եկեղեցի հաճախել, լավ եք արել, որ եկել եք, օրհնված եղեք, սա արդեն մեծ որոշում է, որ դուք կայացրել եք, որ այսօր լինեք Տիրոջ տանը։ Կարող եք դուք լինել լավ մարդ, ապրել առաքինի կյանքով եւ ձեզ համարել քրիստոնյա, բայց Քրիստոսի հետևորդ, Քրիստոսի աշակերտ լինել չեք կարող։ Քրիստոնյաներից ոմանք հենց այդ կարգավիճակում են, լավ մարդ են։ Մեզ հավատքն է Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատքը, Հիսուս Քրիստոսի վրա ունեցած հավատքը, Հիսուս Քրիստոսի գործի նկատմամբ խաչելության եւ բերած փրկության նկատմամբ հավատքն է մեզ դարձնում քրիստոնյա։ Ես քրիստոնյա եմ, որովհետեւ հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո որդի է։ Ես քրիստոնյա եմ, որովհետեւ հավատում եմ Հիսուս Քրիստոսն Աստված է։ Ես քրիստոնյա եմ, որովհետև հավատում եմ, նա որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք դարձավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք։ Հալելույա։ Ես քրիստոնյա եմ, որովհետև հավատում եմ, որ նա եկել էր, որպեսզի իր ժողովրդին փրկեր իրենց մեղքերից, եւ ես վկայում եմ, որ նա ինձ փրկել է իմ մեղքերից։ Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի արյունը սրբել է ինձ ամեն մեղքից։ Հիսուս Քրիստոսի արյունով եմ ես դարձել քրիստոնյա։ Կարող եմ շարունակել, բայց ես ուզում եմ, որ մենք առաջ գնանք։ Ես ուզում եմ, որ դու, որ այստեղ նստած ես, հավատում ես Հիսուս Քրիստոսի ասած ամեն ճշմարտություններին եւ առաքյալների կողմից գրված թղթերին, որոնք գրված են մեր Աստվածաշնչի մեջ։ Միակ գիրքը, որին կարելի է առանց վերապահության վստահել, սա Աստվածաշունչն է։ Եվ մենք ունենք որպես պարգև Աստվածաշունչը մեզ։ Քրիստոսի հետևորդ, Քրիստոսի աշակերտ, իսկական քրիստոնյա լինելու համար անհրաժեշտ է հավատալ Տեր Հիսուս Քրիստոսին։ Անհրաժեշտ է հավատքով վերստին ծնվել, Քրիստոսին ընդունել որպես անհատական Տեր եւ Փրկիչ։ Կյանքը Քրիստոսին նվիրել նշանակում է, որ դուք մարդ եք, որ հանդիպել եք Քրիստոսին, ապաշխարել եք ձեր մեղքերից, ներվել են ձեր մեղքերը եւ թողություն եք ստացել եւ կատարել եք ընտրություն եւ որոշում եք արել, ապրել նրա նման եւ սա միայն սկիզբն է։ Դուք այդ որոշումն արել եք, եթե չարեք։ Ինչ որ խոսեմ, որ հանկարծ մեկը դրա մեջ տեսնի իրեն կամ հանդիմանությունը զգա Սուրբ Հոգուց, հանկարծ չմտածի, ես հենց սկզբից ուզում եմ ասել, ցանկացած իրավիճակից ելք կա։ Եվ մենք այստեղից անհուսություն չենք փոխանցում ձեզ, այլ անգամ անհույսներին ասում ենք ելք կա։ Եթե մինչև այսօր դու ապրել ես, ինչպես ուզել ես, եթե ունեցել ես երկդիմի կյանք, ամեն մի միջավայրում ձեռք ես բերել այդ միջավայրի բնորոշ հատկանիշները, եկեղեցում դու լավ քրիստոնյա ես, սեղանի շուրջ դու, չգիտեմ ինչ ասեմ, քեզ լավ ես զգում այն միջավայրում եւ այսպես շարունակ, անհույս չի քո վիճակը։ Դու կենթանի ես մեկ, որ դա մեծ հույս է, եւ դու Տիրոջ տանն ես երկուս, եւ դու լսում ես Աստծո խոսքը եւ հորդորանքի խոսք դուրս գալ այդ վիճակից։ Չմնաս։ Այո, մեր ճակատին գրված չի հավերժ կեղծավոր։ Մեր ճակատին արդյոք չկա մեր մեջ կեղծավոր։ Ոյ, այն էլ չկա։ Լսեք,
Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, եթե իսկապես փարիսեցիություն չանենք, ամեն մեկիս մեջ նստած է մի փոքրիկ կեղծավոր։ Եկեք ձևանենք, որ չկա, մենք ազատվել ենք։ Ես շատ եմ ուզում, որ մենք ազատվենք։ Իմ նպատակը, իմ խոսքի հենց սա է, որ ազատվենք եւ մնացած արատներից։ Այո։ Մենք պիտի թողնենք մեղքը։ Մեղքը մեր կյանքում տեղ պիտի չունենա, բարեկամներ։ Մեղքը շատ լուրջ բան է։ Հիսուս Քրիստոսն հենց մեղքը վերցնելու պատճառով թողեց երկնքի փառքը, իջավ աշխարհ։ Եթե մի պատճառ կա, գլխավոր պատճառ եւ միակ պատճառն այն է, որ Հիսուսն աշխարհ եկավ, դա մեղքն է, որը վերցնելու պատճառով Հիսուսն եկավ, որովհետեւ գրված է, որ մեկ մարդու ձեռքով մեղքը մտավ աշխարհ եւ դրա հետ նաեւ մահը մեղքի հետևանքով հայտնվեց մարդկության կյանքում։ Աստված առաջի մարդկանց չէր ստեղծել մահկանացու, նրանք ընտրությամբ դարձան մահկանացու, նրանք իրենց անհնազանդությամբ դարձան մահկանացու։ Աստված Ադամին ասավ. եթե այս ծառի պտղից ուտեք, նույն օրը կմեռնեք։ Չհավատացին, կերան, հետո ստուգեցին, որ ամեն ինչ տեղին է, բայց մի բան հայտնաբերեցին, որ իրենք մերկ են, գնացել Աստծո փառքը, որ ծածկում էր իրենց, գնացել է հավիտենությունն իրենցից, նրանք ժամանակավոր հանդերձի կարիք ունեին, ոչինչ տեղի չի ունենում, երկու մարդ, մեկը փրկված, մեկը չփրկված, մեկը հոգևորապես կենդանի, մյուսը հոգևորապես մեռած, իրար կողք կանգնեն, այն մեռածը ավելի կենդանի կարող է դրսևորի իրեն, քան այն խոնար մարդը, որ հանգիստ կանգնած է, որովհետև դա ներքին վիճակ է, հոգու վիճակ, հավիտենական վիճակ է, հոգևոր վիճակ եւ ոչ թե երևացող վիճակ։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մենք այստեղ ենք Տիրոջ տանը, որ լսենք Տիրոջ ճշմարտությունները։ Այո, մեղքերից ազատվելը քրիստոնեության մեջ առանցքայինն է, ամենագլխավորը։ Եթե չկա մեղքերից ազատվել, ուրեմն չկա ոչինչ, շարունակություն չկա։ Մեր հոգևոր կենսագրությունը սկսվում է մեղքերից ազատվելուց հետո, ժողովուրդ։ Ոչ ոք թող ձեզ չխաբի։ Եկեք մեր եկեղեցի կբժշկվեք, ոչ, եկեք մեր եկեղեցի մեղքերից կազատվեք, մնացածը հետևանքներ են սրա, ամեն, ամեն, Հիսուսն եկավ, որ քեզ, ինձ և մեզ բոլորիս ազատի մեր մեղքերից, ուրեմն քրիստոնյա լինել նախ և առաջ նշանակում է Հիսուս Քրիստոսի միջոցով ներված լինել, ազատված լինել, ամեն, մեղքի ստրկությունից, մեղքի գերությունից եւ մեղքի իշխանությունից։ Քրիստոնյան մարդ է, ում մեջ բնակվում է Քրիստոսը։ Ամեն։ Իմ մեջ բնակվում է Քրիստոսը։ Ոնց գիտես։ Հնարավոր չի, որ Տերը քո մեջ բնակվի ու դու չիմանաս։ Դա սովորական մի բան չի։ Սա պահկվոցի խաղալ չի, ժողովուրդ։ Սա իրար գլուխ շոյել չի, իրար ինչ-որ բանում համոզել չի, հնարավոր չի մեկը լինի ներեղություն, մեկը լինի հղի ու չիմանա, որ ինքը հղի է, որովհետև իրա մեջ կյանք կա, կյանք, անհնար է, կյանքը ունենաս քո մեջ ու չիմանաս, Սուրբ Գիրքն ասում է, արդյոք հնարավոր է, որ մարդը իր ծոցում կրակ ունենա և այն իրեն չայրի, ամեն, ուրեմն քրիստոնյան մարդ է, ում մեջ բնակվում է Քրիստոսը, ում մեջ ապրում է Սուրբ Հոգին, երբ դու վերստին ծնված ես և ունես նոր բնություն, դու վերստին ծնված ես, դու ունես նոր բնություն, մեղքը սիրում ես, թե սայթակելուց դու ողբերգություն ես ապրում, մինչև գաս Տիրոջ առաջ և քո հաղորդակցությունը Տիրոջ հետ վերականգնես, ամեն,
Ամեն, ասեք ամեն, քաջալերեք ինձ։ Հիմա ինչ որ մեկը կասի առանց էլ շատ ոգևորված ես, էլ ինչ քաջալերենք, էլ ուր քաջալերենք։ Այո, անկեղծ իմ ոգևորությունը հաճախ ինձ խանգարում է, անկեղծ ես որ ոգևորված քարոզում եմ, ես գիտեմ նաև չգիտեմ, այդ կոմենտներ են գրում։ Այս ինչ է, այս վերջը։ Ես չգիտեմ ինչ է։ Ես գիտեմ, որ կրակ կա եւ այդ կրակը ինձ հանգիստ չի տալիս։ Ես գիտեմ, որ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրներից ես ուզում եմ օր առաջ, վայրկյան առաջ ազատվենք մենք, որպեսզի սրբության զարդարանքով մեր Տիրոջը պաշտենք։ Ամեն։ Եվ երբ որ մենք վերստին ծնվում ենք, Սուրբ Հոգին է գալիս եւ մեր մեջ բնակվում եւ զորություն եւ իշխանություն է տալիս ապրել քրիստոնեական կյանք, իսկ առանց Սուրբ Հոգու զորության քրիստոնեական կյանք ապրելը ոչ թե դժվար է, այլ ուղղակի անհնար։ Անհնար։ Ուզում եմ ձեզանից հարցնել, եղել է որ դուք զգացել եք ձեր մեջ վատ բնավորություն եւ ուզեցել եք ազատվել։ Արդյոք շատ հանգիստ ստացվել է որ դուք ազատվեք դրանից։ Այդքան հանգիստ չի։ Առանց Սուրբ Հոգու միջամտության եւ օգնության մենք չենք կարող ազատվել այն ամեն բաներից, ինչից որ մենք ազատվում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն հաջորդ բանը, որ բնութագրում է քրիստոնեությանը եւ նշան է իսկական քրիստոնեության, քրիստոնյայի կյանքը պիտի փոխվի։ Մարդու կյանքը պիտի փոխվի։ Ժողովուրդ, եթե մենք մինչև հավատացյալ դառնալը, քրիստոնյա դառնալը կամ անուն վերցնելը այսպիսին էինք եւ քրիստոնյա դառնալուց, եկեղեցի գալուց հետո էլի այսպիսին ենք, մենք պրոբլեմ ունենք։ Սուրբ Գիրքն ասում։ Սուրբ Գիրքն ասում է, որ քրիստոնյայի կյանքը պիտի փոխվի։ Ասում էր, ով գողանում է, թող այլևս չգողանա։ Եվ այսպես շարունակենք, գնանք հերթական, ով չեր պատվում հորը եւ մորը թող պատվի, ով սպանում էր թող չսպանի, ով շնանում էր թող չշնանա, եւ այսպես շարունակ։ Մեր կյանքը պիտի փոխվի, չփոխված կյանքը քրիստոնեության ողբերգությունն է։ Դու պիտի անհանգստանաս, երբ տեսնում ես, որ քո կյանքը չի փոխվում, մնում է նույնը, երբեմն էլ քրիստոնեության մեջ լինելով, սառելով, հավատքը սառացնելով, Սուրբ Հոգուց հեռանալով, մենք ավելի վատն ենք դառնում երբեմն։ Ամեն։ Բայց այսպես թող չլինի մեր մեջ։ Քրիստոնյայի կյանքը պիտի փոխվի։ Առաջինը, որ ես ասեցի, պետք է մարդը մեղքից ազատվի։ Երկրորդը, կյանքը պիտի փոխվի։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 17-18 խոսքերը։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է։ Հներն անցան, ամեն բան նոր եղավ։ Այնպես որ ամեն բան Աստծուց է, որ մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով հաշտեցրեց իր հետ, մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Ուզում եմ դուք ես հարց տաս, ինչ է փոխվել քո կյանքում եւ ինչը չի փոխվել քո կյանքում։ Նորից ասեմ, անհույս չի, եթե տեսնում ես ոչինչ էլ չի փոխվել։ Այսօր որոշում կայացրու, դու ես որոշողը։ Եվ քո որոշումից է կախված, թե դուք հաջողության կհասնես, թե ոչ։ Դառնալով քրիստոնյա, մեր կյանքը պիտի փոխվի արմատապես։ Մեր աշխարհընկալումը պիտի փոխվի։ Մեր աշխարհայացքը պետք է փոխվի։ Մեր սկզբունքները, մեր արժեքները պիտի փոխվեն։ Այնպես չի, որ հիմա մի բանը տեսանք, այնքան ենք ուզում գողանալ, բայց մի կերպ մեզ ստիպելով չենք գողանում։ Մեր մեջ պիտի փոխվի այն, որ գողությունը հանցագործություն է Աստծո առաջ։ Այո, որոշները կարող են, դրա համար Հիսուսն ասավ, ով որ կանանց նայի, նրան ցանկանալով արդեն, դու կարող ես քեզ մի կերպ զսպես ու վատ բան չանես,
Բայց արդյոք այդ ցանկությունը քո միջից կվերանա։ Այո, դու կարող ես վատ պտուղ բերող ծառի պտուղները քաղես ու նրանք էլ չլինեն, բայց ինչ եք կարծում հաջորդ տարի, երբ որ այդ ծառը ծաղկի, այդ նույն դառը պտուղը պիտի չբերի։ Վերստին ծնունդով քրիստոնյաները փոխվում են։ Եթե միայն պատկերացնենք, թե որքան խաբված քրիստոնյաներ կան, որոնց համար ծովը ծնկերից է, ծովը երբեք ծնկերից չի եղել եւ ոչ մեկի ծնկերից չի եղել։ Ծովերի մեջ եւ նավեր են խորտակվել եւ անհատներ են խորտակվել եւ բախտախնդիրներ։ Դառնալ քրիստոնյա նշանակում է դառնալ նոր մարդ։ Նոր մարդ։ Ինչ է նշանակում նոր մարդ։ Այն հնից մենակ պիտի մնա այն ինչ որ երևում է։ Ներսը պիտի փոխվի։ Իսկական մարդը ներսում է։ Հիսուսն ասում էր, սրտից է դուրս գալիս։ Փոփոխություն պիտի լինի մարդու մեջ Աստծո նկատմամբ, որ նրան սիրի ամբողջ էությամբ, ոչ թե, վա, հավատում ես ասում, հա, մեռնեմ իր ազորությանը։ Կարաս բացատրես, ինչ է դա նշանակում։ Մեծ հաշվով 0։ Դու հավատում ես, որ Աստված կա։ Բա ոնց չեմ հավատում։ Ինչ անել։ Շատ մեծ բան է, շատ մեծ բան կլինի, եթե շարունակություն լինի։ Իսկ եթե շատ մեծ բան չի, ոչինչ էլ չի լինի, դևերն էլ են հավատում, որ Աստված կա։ Ամեն։ Փոփոխություն պիտի լինի Աստծո նկատմամբ, սիրել նրան ամբողջ էությամբ։ Աստված պիտի դառնա ամենակարևորը, ամենագլխավորը, անսահման բարձրը մնացած մարդկանցից եւ ամեն բաներից։ Ամեն։ Կիրակի օրը քրիստոնյայի համար իր տեղը որոշակի շատ քիչ բացառություններով այն ազատ աթոռն է եւ ուրիշ ոչ մի տեղ քրիստոնյա է հետաքրքիրը պիտի փոխվի մարդու վերաբերմունքը հենց իր նկատմամբ քրիստոնյան փրկվելուց հետո այլևս պիտի չապրի եսասեր եսակենտրոն կյանքով ամեն տեղ ես պիտի երևամ, ամեն բան ինձ է պատկանում, այս մտքերին պիտի իր տեղը զիջիր, սիրի քո ընկերոջը, քո դրացուն, քո մերձավորին ինչպես քո անձն է սիրում։ Փոխված կյանք սա է նշանակում, թե չէ վերացական մենք շատ ենք խոսում, բայց ըստ էության մենք ավելի պիտի խոսենք, մեր կյանքը պիտի փոխվի, հենց, որովհետև հավատալով Տեր Հիսուս Քրիստոսին հներն անցնում են բոլոր հները և դառնում է ամեն բան նոր, հներն անցար, ամեն բան նոր եղավ, նա ով Քրիստոսում է, նա նոր արարած է։ Նոր արարած, ինչ է նշանակում նոր արարած։ Նոր։ Դուք կարող եք հին, չգիտեմ, ժանգոտած մեքենան նոր մեքենայից տարբերել։ Կոպիտ բան եմ ասում։ Դուք չեք կարող նոր մարդը հնից չտարբերել։ Հին մարդը նորի տակ չի կարող անցնել։ Կարող է լավ, չգիտեմ, դերասան լինի, կարող է լավ ձևացնող լինի, կարող է լավ փարիսեցի լինի, կարող է լավ երգերեսանի լինի, բայց մինչև ինչ-որ ժամանակ, մինչև հանկարծ կբարկացնես և հետո կիմանաս, որքան է փրկված։ Կամ սենց ասեմ, մինչև կբարկացնենք ես, և դու քեզ կճանաչես։ Ես չեմ հավատում, որ կա մեկ է այստեղ, որ իրան չի ճանաչում։ Ճանաչում եք։ Այո։ Ես ինձ լավ եմ ճանաչում, դուք էլ
ես չեմ ամաչել ու չեմ ամաչում, հաճախ խոստովանում եմ, ասում եմ, մինչև հիմա ես երբ որ հանդիպում եմ հին Ռուբիկի այդ դեռ մնացած բնավորություններից, ասում եմ, դու դեռ ինձ խանգարում ես։ Դու դեռ ինձ խանգարում ես։ Ասա, երբ որ կհանդիպես քո հին մարդուն, հին բնավորությանը, ասա դու դեռ շարունակում ես ինձ խանգարել, չէ որ Քրիստոս մեռավ խաչի վրա, ինձ վերցրեց իր հետ, որ ես նոր մարդ դառնամ։ Տեր, ազատի ինձ։ Պողոս հենց այդ աղոթքն էր անում։ Ով ինձ կազատի այս մահկանացու մարմնից, եւ շուռ էր գալիս ու հաջորդ համարում ասում էր գոհություն Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ազատողը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Փառք Տիրոջը։ Ես ուզում եմ Փառք Տիրոջը։ Ես ուզում եմ, որ եկեղեցին նոր մարդկանցով եկեղեցի լինի։ Այդ չփոխված մարդիկ եկեղեցուն շատ օգուտ չեն տալիս, ասեմ ձեզ։ Չփոխված մարդը, երբ որ Աստված չի իր համար առաջինը, երբ ուզեցավ կգա, երբ ուզեցավ չի գա։ Չփոխված մարդը, երբ ուզենա, քեզ ուղակի կարա ամաչացնի։ Չփոխված մարդը ամենադժվար պահին, երբ որ պետք է լինելու մեկը, որ իր ուսն առաջարկի, իր բազուկն առաջարկի, իր գրպանն առաջարկի, նա այդ ժամանակ խորհրդավոր կերպով կանհետանա։ Հասկանում եք։ Եկեղեցում պետք են փրկված, վերստին ծնված եւ մտքով, կյանքով, էությունով նորոգված նոր մարդիկ, քրիստոնյա մարդիկ, իսկական հավատացյալներ։ Պողոսն ասում էր Կորինթացիներին. քննեցեք ինքներդ ձեզ, թե արդյոք հավատի մեջ եք, փորձեցեք ձեր անձերը կամ թե չգիտեք, որ Հիսուս Քրիստոս ձեր մեջ է, այլապես կլինեիք անպիտան։ Դուք հասկանում եք ինչ է գրված։ Ուղղակի պարզ, եթե բացատրեմ կամ դուք ուզենաք հասկանաք այսպես։ Եթե դուք փոխված չեք, դուք անպիտան եք։ Որակումը իմս չի։ Սա վերաբերվում է եւ ինձ, եւ ձեզ։ Այլապես անպիտան կլինեիք։ Ես եւ դու անպիտան չենք այնքանով, որքանով փոխված ենք, որքանով քրիստոնյա ենք, որքանով վերստին ծնված ենք եւ որքանով Աստված մեզ համար բարձր է, անսահման բարձր է ամեն բանից, որքանով մենք սիրում ենք մեր Աստծուն, մեր ամբողջ մտքով, մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ էությամբ եւ մեր ամբողջ կարողությամբ։ Ամեն։ Ալելույա, փառք Տիրոջը։ Հիսուսն ասում էր, ով ձեռքը մաճին է դրել ու հետ է նայում, նա հարմար չէ Աստծո թագավորությանը։ Ով մտել է եկեղեցի, ով իրեն քրիստոնյա է համարում եւ ինքը ուղակի եկել է եկեղեցի, որովհետեւ փրկություն են այստեղ բաժանում, չգիտեմ, տարբեր փաթեթավորմամբ։ Լսեք, փրկության հեղինակն Աստված է, ոչ մի հովիվ, ինչպիսի կեղծավոր լինի, երկերեսանի լինի, գլուխ շոյող լինի, համոզող լինի, նա չի կարող որևէ մեկին փրկություն տալ։ Փրկությունն Աստծուց է։ Բոլորս մի օր պիտի կանգնենք նրա առաջ, ինքը պիտի մեր կյանքին, մեր ապրած կյանքին գնահատական տա եւ ընդհանուր հայտարարը մեզ ներկայացնի։ Որովհետև եթե չկան պտուղներ, նա իր խաչելությամբ տալիս է մեզ, դա շատ լուրջ է, որովհետև Հիսուսն ասաց. իրենց պտուղներից նրանց կճանաչեք։ Միթե փշերից խաղող են քաղում կամ տատասկից թուզ, այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Բարի ծառը չի կարող չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը լավ պտուղ բերել։ Ժողովուրդ, մենք լսում ենք ինչ ասում Հիսուս։ Մենք հասկանում ենք ինչ ասում։ Տողատակին բան կա, թե չկա։ Չկա, մեր, պարզ։ Եթե դու շարունակում ես վատ բաներ անել, ուրեմն դու դեռ այն ծառն ես, ծառը չի փոխվել։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրվում է եւ կրակի մեջ է գցվում։ Ուրեմն իրենց պտուղներից կճանաչեք իրենց։ Վերջ։
Փիլիսոփայել պետք չի։ Բնագրի բառն էսպես է, դա էլ պետք չի։ Ոչ մի բացատրություն պետք չի։ Եթե բարի պտուղ չկա, կտրելու ժամանակն է։ Սա կամ պիտի ընդունենք որպես կատարյալ ճշմարտություն, կամ պիտի սկսենք փիլիսոփայել։ Իսկ որոնք են այն պտուղները, որոնցով պիտի ճանաչվենք։ Բայց հոգու Գաղատացիս 5-րդ գլուխ 22-23 համարները, բայց հոգու պտուղն է սեր, առաջինը սեր, եւ եթե սերը կա, մնացած ամեն բան կլինի, եթե սերը չկա, ինչ որ կա մի օր կոչնչանա։ Ասում եմ ձեզ, որովհետև գրված է սերը մեղքերի բազմություն է ծածկում։ Մայրեր, ձեր երեխան ճիշտ է, ուրեմն ճիշտ է, ձեր երեխան սխալ է, ուրեմն ճիշտ է, ձեր երեխան շատ սխալ է, ուրեմն շատ ճիշտ է։ Ինչու է այդպես։ Ինչու է այդպես։ Որովհետև սիրում եք։ Ուրիշ բան չկա։ Եթե սերը տեղին է, մնացածը իր տեղը կլինի։ Իսկ եթե սերը բացակայում է, մնացածը ժամանակավոր երևույթ են, անհետանալու են, կորչելու են։ Ամեն։ Ուրեմն հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Մեզանից շատերը սպառծենում ենք մեր երկար տարի եկեղեցում լինելու փաստով։ Դա կարևոր է, բայց թույլ տանք, որ Աստծո խոսքը մեզ ինչ որ բան զգուշացնի։ Երկրորդ Պետրոս 1-5-11 համարները։ Եվ հենց սրա համար ջանք արեք, ձեր հավատի վրա ավելացրեք, առաքինության վրա գիտություն, գիտության վրա ժուժկալություն, ժուժկալության վրա համբերություն, համբերության վրա աստվածպաշտություն, աստվածպաշտության վրա եղբայրասիրություն, եղբայրասիրության վրա սեր, որովհետև եթե այս բաները ձեր մեջ մնան ու առատանան, ձեզ անգործ ու անպտուղ չեն անի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճանաչելու մեջ։ Բայց նա, որ այս բաներն իր մեջ չունի, ուշադիր լսեք, նա, ով այս բաներն իր մեջ չունի, կույր է ու կարճաթես եւ մոռացության է տվել իր նախկին մեղքերից մաքրվելը։ Դրա համար եղբայրներ, ավելի ջանացեք ձեր կոչումն ու ընտրությունը հաստատ անելու, որովհետև դրանք անելով երբեք չեք սայթակի, որովհետև այդպես ձեզ առատությամբ կշնորհվի, որ մտնեք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը։ Կան մարդիկ, որոնք ուզում են Հիսուս Քրիստոսի թագավորությունը մտնեն։ Ճանապարհն է ցույց տալիս, ուղի գծված, պողոտա, մոլորվել հնարավոր չի, եթե չես ուզում մոլորվել, եթե չես ուզում քեզ խաբել։ Գիտես, այս մեր օրերում իմ սիրելի քույրեր եղբայրներ ամենտեղ փորձում են մեզ խաբել։ Դու զգուշ պետք է լինես։ Մտար խանութ զգուշ պետք է լինես, մտար բանկ զգուշ պետք է լինես, ուր որ գնացիր զգուշ պետք է լինես։ Ճիշտ է, եւ շատ ճիշտ է, զգուշ եղեք։ Բայց երբ որ մարդը դավադրություն ունի ինքն իր դեմ, ինքը միաբանվում է իրեն խաբելու գործում, սա արդեն ողբերգություն է։ Սա արդեն կարճատեսություն է եւ մոլորություն։ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունն իրական է եւ անպտուղ, կեղծավոր, երկերեսանի մարդիկ այնտեղ չեն լինելու։ Այդ պատճառով էլ Պետրոսն ասում է դրա համար եղբայրներ ավելի ջանացեք, որ ձեր կոչումն ու ընտրությունը հաստատ անեք։ Այնուհետև քրիստոնյան ամփոփեմ ես բաժինն անցնեմ, քրիստոնյան այն մարդն է, ով ընդունում է Քրիստոսին եւ վերստին ծնվում, ազատվում մեղքերից եւ ապրում է նորոգված կյանքով։ Հաջորդը քրիստոնյան այն մարդն է, ով ընդունել է Հիսուս Քրիստոսի պայմանները իրեն հետևելու։ Եթե դու քրիստոնյա ես, Հիսուսն ասում է, եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, Հիսուս չէր ասում անպայման հետևիցս կգաս, եթե չեկար դժոխք եմ ուղարկելու։ Այդպիսի բան չկա։ Ասում է, ես
մեծ ամբողջ էր հետևից գնում։ Եթե ուզում եմ մեկը իմ հետևից գա, իմ պայմանն է սա։ Պայմանն է սա։ Կարող է Հիսուսի հետևից մեծ ամբողջներ էին գնում, բայց Հիսուսն ուներ 12 աշակերտ։ Ամեն։ Մատթեոս 16:24 Այն ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից։ Ռուբիկ եղբայր, մենք տենց էլ գիտեինք, մի լավ բան չես ասի։ Ես ամենալավ բաներն եմ ասում ձեզ։ Ես ավետարանից դուրս ոչինչ չեմ ասում։ Միայն ավետարանը, որ կյանք է տալիս, որովհետև Աստծո խոսքը կյանք ունի։ Աստծո խոսքի մեջ զորություն կա։ Ամեն։ Սա պայման է, մարտարավեր է ամեն մարդու համար, ով որոշում է դառնալ Քրիստոսի հետևորդ, դառնալ աշակերտ, դառնալ քրիստոնյա։ Հիսուսին հետևում էր շատ մեծ բազմություն եւ նրանց ասում էր, որ եթե ցանկանում եք հետևել ինձ, ուրացեք ձեր անձը, վերցրեք ձեր խաչը եւ հետևեք ինձ։ Այսօր այս մասին անգամ եկեղեցիներում խոսելը կարծես թե ամոթ լինի, հետամնաց մի բան լինի, ժամանակավրեպ լինի։ Մենք երբեմն իհարկե խոսում ենք Քրիստոսի խաչի մասին, բայց Քրիստոսն իրեն հետևելու պայմանը մեր անձ ուրանալը եւ մեր խաչը կրելը դրեց եւ ուրիշ ոչինչ։ Հիսուսի ժամանակակիցներից ոմանք ասացին, երբ որ լսեցին, թե խիստ են այդ խոսքերը ու հեռացան Հիսուսից։ Հիսուս հատուկ պատգամավորներ չուղարկեց հետևներից։ Գնացեք, ասեք, լավ, մի քիչ մեղմացնում եմ, միգուցե, մի քիչ խիստ էի խոսում, ներող եղեք, դուք էլ այնքան սրտի մոտիկ ընդունեցիք։ Չէ։ Շուռ եկավ ու աշակերտներին հարցրեց. դուք էլ եք ուզում գնաք։ Պետրոսը, սիրելի Պետրոսը, առաջի աշակերտը, շատ սխալված Պետրոսը, բայց հերոս Պետրոսը ասավ. ուր գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես եւ մենք հավատացինք, ուր գնանք։ Այլ ընտրանքը դժոխքն է, ժողովուրդ։ Ուր գնամ ես։ Ուր գնամ, ինչու գնամ, ինչ շահեմ, ինչ կոկու, ինչ օգուտ մարդուս, որ ամբողջ աշխարհը շահի եւ իր հոգին կորցնի։ Մենք լուրջ չենք վերաբերվում դժոխքի իրականությանը, երկնքի փառավորությանը։ Աստված օգնի մեզ, իմաստություն տա։ Այո, այսօր դավադրություն կա չխոսել խաչ կրելու, անձն ուրանալու, մեղքի, դժոխքի, դատաստանի եւ նման կարևոր շատ բաների մասին, որպեսզի եսասեր, ինքնահավան, աշխարհասեր, մարմնավոր մարդկանց տրամադրությունը չընկնի։ Կարծես թե եկեղեցին տրամադրություն բարձրացնելու տեղ է եւ ոչ թե ճշմարտություն խոսելու։ Ռուսներն ասում են ճշմարտությունը աչք կա ծակում։ Այո, ճշմարտությունը մեր կա։ Ճշմարտությունը լավ չի, մարդը, իր մեջ կեղծություն ունեցող մարդը ճշմարտություն չի սիրում։ Բայց Հիսուսն ասում էր կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Ամեն։ Այո, եկեղեցին ճշմարտություն ճանաչելու տեղ է, իսկ ճշմարտություն Աստվածաշունչն է։ Մենք վստահ պիտի լինենք, որ մենք քրիստոնյա ենք, որ մեր մեղքերը ներված են, որ մեր կյանքը փոխված է, որ մենք Հիսուս Քրիստոսում ենք, մարմնավոր կերպով չենք ապրում, այլ հոգևորապես։ Ուրեմն ազատված ենք դատապարտությունից, խավարից եւ դժոխքից։ Ամեն։ Այո, սրա համար արժի ապրել, արժի անգամ մեռնել։ Մեր հավատքի վախճանը ըստ Սուրբ գրքի հոգիների փրկությունն է։ Եթե մեկը Հիսուսին չհետևի նրա պայմաններով, նա չի փրկվի։ Ուրեմն դատարկ է այն հավատքը, որը փրկության չի հասցնում։ Այո, այստեղ կարող ընկերներ ենք ձեռք բերում, լավ մարդիկ,
իրար հետ երգում ենք, փառաբանում ենք, բայց եթե մեկը պետք է երկինք չմտնի, այդ հավատքը ոչ մի օգուտ չի։ Մեր հավատքի վախճանը հոգիների փրկությունն է։ Քո հավատքի վերջը քո հոգու փրկությունն է, հավիտենական կյանքը Հիսուս Քրիստոսի հետ։ Քո անհավատության վերջը դժոխքն է։ Ես ընտրել եմ երկինքը։ Ես որոշում եմ կայացրել։ Նորից հարց մեզ բոլորիս, արդյոք մենք ապրում ենք քրիստոնյայի կյանքով։ Ես իսկական քրիստոնյա եմ, թե ոչ։ Թե անգամ ամաչում եմ, երբ որ դու ինձ ասում են հավատացյալ, դու հավատացյալ ես։ Հարցին այնպես մի հարցով ենք պատասխանում, որ շշպռվի։ Ինչա դու անհավատ ես։ Այո, ես Հիսուս Քրիստոսին եմ հավատում։ Ամեն։ Ամեն։ Եթե հիմա ձեզանից գոնե մեկը վստահ չի, որ ինքը քրիստոնյա է, Հիսուսի պայմանով, մի գնա այստեղից առանց որոշում կայացնելու, որովհետև հնարավոր է, որ Հիսուսն այսօր վերադառնա եկեղեցուն տանելու եւ դու հետ մնաս։ Այսօր հենց այստեղ լուծիր հարցերդ Հիսուս Փրկչի հետ։ Վերջում քեզ այդ հնարավորությունը կտանք, որ դու գաս այստեղ ոչ թե ինձ հետ, ոչ թե եկեղեցու հետ, այլ Հիսուս Քրիստոսի հետ հարցերդ լուծես։ Ասես Տեր, ների ինձ, ընդունի ինձ։ Եվ նրա ինչպես լսեցիք, նա գրկաբաց ընդունում է այդ մարդկանց։ Եվ դրա համար ենք երգում։ Նա գրկաբաց է ընդունում այդ մարդկանց։ Ընդունիր Տեր Հիսուս Քրիստոսին քո սրտի մեջ եւ դարձիր Քրիստոսի հետևորդ։ Այո, միգուցե ինչ-որ մեկ լուրջ չվերաբերվի այս ամենին եւ ասի, դե մի բան պիտի քարոզեն, էլի, բա թեմա պիտի ունենան, թե չէ։ Այո, իմ թեման ավետարանն է եւ ես կարծում եմ լավագույն թեմա է այսօր ձեզ ու ինձ բաժին հասել։ Իմացիր, ես այս մասին ուզում եմ բոլորս իմանանք։ Միգուցե ես այս մասին քարոզում եմ այսօր վերջին անգամ։ Միգուցե դու այս մասին լսում ես այսօր վերջին անգամ, թե ես, թե դուք չգիտենք այդ օրը երբ է։ Միգուցե այսօր է այդ վերջի անգամը։ Ամեն։ Տերն ասում էր, եթե այսօր լսեք նրա ձայնը, չխստացնեք ձեր սրտերը, ինչպես ձեր հայրերն անապատում խստացրեցին ու հազարներով ընկան անապատում։ Նրանց ոսկորները արևի տակ փայլում էր։ Իսկ ինչպես ապրել քրիստոնեական կյանք։ Սիրելիներ, միայն հավատալ, որ Աստված կա, բավարար չէ, որովհետև դևերն են հավատում։ Եվ սարսափում, իմանալ, որ նա հրաշալի է, հերիք չէ։ Դու որոշել ես նրա պայմանով նրան հետևել, սա է կարևորը։ Ես որոշել եմ նրա պայմանով։ Նրա պայմանով։ Օրինակ աշխատանքի հրավեր են հայտարարություններ են տալիս, չգիտեմ, պետքա լինի 18-ից 28 տարեկան, թե շատ ասեցի 28-ը, գեղեցիկ կազմվածքով եւ այլ եւ այլ։ Ու հանկարծ 47 տարեկանը գնում է, ասում են դու չես կարդացել մեր հայտարարությունը, ես կոպիտ բան եմ ասում։ Շատ կոպիտ, շատ գրեհիկ։ Պայման կա։ Կամ պիտի ավարտած լինի այս մասնագիտության բուհը, հետո պիտի աշխատանքային փորձ ունենա։ Դու գնում ես, ասում ես, ես հələ 4-րդ կուրս եմ, հələ չեմ էլ վերջացրել։ Ասում են լուրջ ես խոսում։ Բախի ես եկել։ Կներեք։ Մենք պետք է հասկանանք ինչա տեղի ունենում մեզ հետ եւ մեր շուրջը։ Եվ դա շատ պարզ է։ Եբրայեցիս 2-րդ գլխի 1-3 համարները։ Դրա համար պետք է ավելի ուշադիր լինենք մեր լսածներին, որ չզրկվենք, որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքերը հաստատ եղան եւ ամեն հանցանք ու անօրնություն արդար հատուցում ստացավ, ինչպես մենք կփրկվենք, եթե անհոգ լինենք այն մեծ փրկության նկատմամբ, որ սկիզբ առավ խոսելով Տիրոջ կողմից եւ մեզ հաստատվեց նրանց լսողների միջոցով։ 4-րդ գլխի 1-2 համարը էլի Եբրայեցիս։ Ուրեմն վախենանք, որ չլինի թե ձեզանից մեկը նրա հանգստի մեջ մտնելու խոստումից զրկվի։ Զրկվի։ Ուրեմն հնարավոր է զրկվել, չէ՞։
Եթե ասում հանկարծ մեկը չզրկվի, ուրեմն հնարավոր է զրկվել, չէ՞։ Թե չէ ինչու պետք է այդ զգուշացումը լինի։ Այն փիլիսոփաները, որ ասում են, եթե փրկվել ես, գնա ազատ մեղք գործի, այ մարդ, որ դու մեղք չես գործում, բա շնորհքը չգործի։ Լսեք, մի խաբվեք, մեղքի վարձքը մահ է մեղքի վարձքը։ Ապրեք Աստծո համար, ապրեք սուրբ կյանք, ապրեք մեղքից ազատ կյանք, եւ թող Տերը օգնի մեզ։ Երբ մենք Քրիստոսին այո ենք ասում, սա սկիզբն է։ Դրանից հետո սկսվում է Քրիստոսին հետևելը եւ նրա համար ապրելը։ Դա անելու համար մենք պիտի հետևենք որոշակի սկզբունքների, որոշակի կանոնների, որ աճենք, հասակ առնենք Քրիստոսի մեջ եւ նմանվենք նրան։ Քրիստոնեական կյանքը ընթացք է, աճելու, հասակ առնելու, Հիսուս Քրիստոսին նմանվելու, որովհետեւ մի օրում չի դա տեղի ունենում։ Դրա համար մի քանի կարևոր բաներ կան, որոնց պիտի հետևենք։ Դրանցից առաջինը աղոթքն է, որի մասին շատ է խոսվել, ձանձրացնելու աստիճան։ Բայց մենք շատ լավ բան ունենք։ Կիրակի օրը 1 ժամ շուտ ենք գալիս, հասկանալի է, որ բոլորը չեն կարողանա գա։ 1 ժամ շուտ ենք գալիս ու ներքևում կիսանկուղային հարկում աղոթում ենք։ Այնտեղ երևում է, որ շատերը չեն, անգամ շատ ծառայողներ չեն, ավել չբարձրանամ, ասեմ, որ շատերը չեն, որ ցանկություն ունեն աղոթքի եւ սիրում են աղոթքը։ Ասում եմ իրականությունը։ Ինչու չենք սիրում։ Մենք չենք գնահատում, չենք կարևորում, չենք հասկանում, որ աղոթքը ժամադրություն է արարչի հետ։ Հələ պատկերացրու հանկարծ մի հատ փոքրիկ նախարար քեզ կանչի հանդիպման, դու ինչ ես անելու։ 3 օր առաջ օրը 2 անգամ լողանալու ես եւ մնացած բաները։ Ամենակարող Աստված ուզում է, որ ես իր առաջ երևամ, եւ դա իմ շնորհքը չի, այլ այն է, որ ինքը փափագելով ծնել է ինձ, որդի է դարձրել։ Մեր երեխաները չեն հասկանում, մենք իրանց շքան ենք սիրում, հատկապես փոքր ժամանակ։ Իրանք չգիտեն, ես ինչ են խառնվել իրար, բայց մենք գիտենք, իրանք մեր երեխաներն են։ Իրանց ցավով ենք ունեցել, կարոտով ենք ունեցել, երբեմն երկար տարիներ սպասելուց հետո ենք ունեցել, եւ այսպես շարունակ։ Աստված մեզ փափագելով ա ունեցել, Աստված ինձ ունենալու համար իր որդին ա տվել, դրա համար ինքը ուզում է ինձ հետ հանդիպի։ Այնպես ինչպես մեզանից շատերի երեխաներս չեն էլ ուզում մեզ հանդիպեն, հատկապես մեծացել եկել ում եք պետք։ Էլ բան մնաց, որ արևերես չանեցիր։ Այս են գիրքն է, որի մեջ գրված է, չկա ծածուկ բան, որ չհայտնվի, չկա, այն ինչ որ ներքին սենյակում խոսեք, կտուրների վրա պիտի հռչակվի, որքան ուզում եք խնամքով թաքցրեք, մի օր ակնհայտ է լինելու ամբողջ աշխարհին։ Դրա համար այսօր մենք մեր գաղտնիքները գալիս ենք, ասում ենք, Տեր, ես եմ, ների ինձ։ Տերն էլ ասում է, ես մոռացա գնա ապրի, բայց էլ չանես, էլ մեղք չգործես, որ ավելի չար բան չլինի։ Ամեն։ Էս չի ավետարանը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աշակերտները մի օր եկան Հիսուսի մոտ եւ խնդրեցին, որ նա սովորեցնի իրենց աղոթք անել։ Նախ նրանք եկան Հիսուսի աղոթքի կյանքը տեսնելով, որովհետեւ օրինակ էր։ Բայց նաև շատ բաների համար էր հանձնարարում աղոթք անել։ Սովորեցրեց Հայր մեր աղոթքը եւ հանձնարարեց աղոթք անել միշտ եւ չձանձրանալ։ Հիսուսն է հանձնարարել։ Այս հովի ցանկությունը չի կամ քարոզն ավելի գրավիչ դարձնելու համար ինչ որ միտք չի։ Սա Հիսուսն էր ասում. աղոթք արեք ամեն ժամանակ եւ մի ձանձրացեք։ Այո։ Պիտի սովորենք աղոթել։ Միանգամից դու չես կարող 1 ժամ աղոթք անել սովորել, ոչ էլ ամբողջ գիշեր աղոթել։ Մենք աղոթք անելով ենք սովորում հարատևել աղոթքի մեջ։ Սկսվում է 2 րոպեից, կես նախադասությունից,
հետո խառնում ես իրար, հետո գորնը 5 րոպե կարողանում ես աղոթել, հետո այսպես շարունակ։ Չի ստացվում իմ մոտ Ռուբիկ եղբայր, չի ստացվում, այո, սկսի փոքրից։ Ձեր երեխաները, լավ, ձեր երեխաները չասեմ, դուք քայլում եք, չէ՞ հիմա։ Ոմանք շատ արագ, ոմանք դեռ արդեն էլ չեն կարողանում։ Ո՞նց եք քայլել սովորել։ Հələ կայնի։ Վայ, հələ տեսակ։ Լավ, ասեք, հա, իհարկե 5 երեխա եւ 12 թորնիկ ունեմ։ Ես էլ շատ եմ սիրում։ Հələ կայնի, վայ։ Հետո հանկարծ մի հատ թլոշ խոսք ասա։ Լսեցիք ինչ ասա, պապա ասավ։ Չենք հասկանում։ Հետո մի քայլ անում, ուրախանում ենք, հետո 2 քայլ, հետո 3 քայլ, հետո չենք կարողանում տուն բերել։ Այո, հենց սա է, իմ սիրելի քույրեր եղբայրներ, քրիստոնեությունը կարծում եք այնպես են իդեալական ներկայացնում, կարծես երկիր չկա էլ։ Դու երկիր կա, դու էլ երկրի վրա ես ապրում։ Քեզ երկնքում հələ որ մի պատկերացրու։ Հələ պետք է հասնես այնտեղ։ Պիտի սովորենք աղոթել, հարատևել աղոթքի մեջ, որովհետև Աստված նաև մեզ Սուրբ Հոգին է տվել, որովհետև դուք ստրկության հոգին չառաք, որ դարձյալ վախի մեջ ապրեք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում եք Աբա Հայր։ Հռոմացիս 8:26-27։ Այդպես էլ հոգին օգնում է մեզ տկարությունների մեջ, որովհետև թե ինչի համար պիտի աղոթենք, ինչպես որ հարկն է չգիտենք, բայց հոգին անբարբար հառաչանքներով բարեխոսում է մեզ համար։ Եվ սրտեր քննողը գիտի, թե ինչ է հոգու խորհուրդը, որովհետև Աստծո ուզած կերպով սուրբերի համար բարեխոսում է։ Այո, շատերն աղոթք են անում այն ժամանակ, երբ կարիք ունեն եւ հոգս ունեն։ Ամեն քրիստոնյա ամեն ժամանակ պիտի հատկացնի, ամեն օր ժամանակ պիտի հատկացնի աղոթքի։ Շատ կարևոր է օրը անպայման սկսել աղոթքով։ Պիտի հասկանանք աղոթքի կարևորությունը։ Աղոթքը հանդիպում է Արարչի հետ, եւ սա չափազանցություն չի։ Աղոթքի պատասխան ստանում ենք այն ժամանակ, երբ մենք միշտ լուրջ ենք վերաբերվում աղոթքին եւ ոչ թե կարիք ունենալու ժամանակ։ Այո, կարիք ունենալու ժամանակ բոլորն էլ աստվածասեր են, աղոթքասեր են, գիտեն, որ աղոթքը կարևոր է, հատկապես որ պետք է եկեղեցին աղոթի, հատկապես հովիվը պետք է աղոթի։ Այո, հովի պարտականությունն է, եկեղեցու պարտականությունն է։ Բայց Աստված մեր խոսքով չի շարժվում եւ Աստված իր գործը գիտի անել։ Երբեմն մեզ իսկապես Աստված սովորեցնում է աղոթք անել։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Այո, երբ որ լացելով տասնյակ կիլոմետրեր ես քայլում, Աստծուն աղաղակում, հասկանում ես, որ այդ Աստվածը միշտ քեզ պետք է լինելու, խելոք պահի քեզ։ Մենք բոլորս լուրջ աղոթք անելու անհրաժեշտություն ունենում ենք անխտիր։ Եվ եթե ու լուրջ լինեք, այսօր դու լուրջ աղոթքի կարիք ունես, գնա սկսի, ես էստեղ եմ, որ քեզ սովորեցնեմ, խնդրեմ, հորդորեմ, որ դու անես այդ բանը։ Այո, երկրորդ կարևորագույն բանը ամեն քրիստոնյայի համար Աստվածաշունչ կարդալն է, էլի նորից։ Բա ինչի մասին խոսենք, որովհետև դու դպրոց երեխայի ուղարկում ես ու հանկարծ ինքը 5-րդ դասարանում դեռ տառերը չի սովորել։ Տառերը սովորելու համար կարդալա պետք, սովորելա պետք։ Ամեն։ Պարզ, ուղիղ, միանշանակ հայտարարում եմ։ Նա, ով Աստվածաշունչ չի կարդում, նա, ով Սուրբ գրքի հետ կապ չունի, նա քրիստոնյա չէ։ Էս ինչ ասեցիր։ Դարձի քրիստոնյա, այնքան հանգիստ, հենց այսօր։ Եթե չունես մոտեցի ծառայողներին, ասա ինձ գիրք տվեք, վերջապես դառնամ քրիստոնյա, մենք կտանք, մենակ դարձի քրիստոնյա։ Ես իհարկե մի քիչ չափազանցրեցի, բայց քեզ ասեմ, գրքիդ մի ժամանակ այսպիսի բան ունեինք,
մեր եկեղեցու աճի առաջադիմության ընթացքում տարբեր բաներ ենք օգտագործել։ Աղոթքի համար հիշում եք լարի զարթուցիչը, ավելի չի հանգիստ ասել բուդիլնիկը։ Հետո կարդալու համար բան ենք արել փոխի էջանշանը։ Փոխի էջանշանը։ Էջանշանը փոխի։ Ոչ թե մեխանիկորեն։ Ահա, արտնանամ, մի հատ էջանշանս փոխեմ ու հետամ գործի։ Կարդա։ Ասում եմ, ես գիտեմ, շատերը լսում են ու չեն լսում։ Ես չեմ հավատում, որ այստեղ բոլորը ովքեր Աստվածաշունչ չեն կարդում, հենց հիմա գնալու են կպնեն Աստվածաշունչին։ Եվ շատ վատ է, որ այդպես չի։ Գնացեք ու կպեք Աստվածաշունչին։ Աստվածաշունչը վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին։ Աստվածաշունչը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը այն հոգևոր հացն է, որ մենք հոգևորապես ենք աճում։ Առանց այդ հոգևոր հացի ոչ ոք չի կարող հոգևորապես հասակ առնել, մտքով նորոգվել, ճշմարտությունը ճանաչել եւ իմաստություն ստանալ։ Մենք ամեն օր գոնե 2 անգամ սնվում ենք, ամենաքիչը մեր մարմինները առողջ լինելու եւ ուժ ունենալու աշխատելու համար։ Բայց գիտենք, որ հավիտենական կյանքի մեջ մնում է երկնային հացը, որ Աստծո խոսքն է։ Հիսուս պատասխանեց նրանց Հովանու 6:26-29. Ճշմարիտ ասում եմ ձեզ, փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսակ, այլ հացից կերակ ու կշտացակ, գործեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի համար, որ հավիտենական կյանքի համար է։ Դա մարդու որդին ձեզ կտա, որովհետև Աստված Հայրը կնքեց նրան ասացին. ինչ անենք, որ Աստծո գործը գործենք։ Հիսուս պատասխանեց նրան. սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց։ Ինչ կապ ունի, շատ, որովհետև իսկ մենք հավատում ենք Աստծո խոսքը կարդալով, Աստծո խոսքը լսելով, որովհետև հավատքը Աստծո խոսքը լսելուց է, կարդալուց է։ Ամեն։ Դուք հասկանում եք, որքան ամեն բան իրար հետ շահկապված։ Այո։ Ոչ ոք չի կարող ապրել քրիստոնեական հաղթական կյանք, եթե չի կարդում Աստվածաշունչը։ Եվ ընդհանրապես հոգևոր տգիտությունը տգիտություններից ամենավատթարագույնն է։ Որովհետև եթե դու, չգիտեմ, Նյուտոնի առաջի, երկրորդ, երրորդ օրենքը չգիտես, ոչինչ իմացողներ կան։ Բայց երբ որ դու պարտավոր ես իմանալու քո փրկության ճանապարհը ու չգիտես, դու կմոլորվես հաստատ։ Եթե դու չես կարդում ամեն օր Աստվածաշունչը, դու չես կարող լինել իսկական քրիստոնյա։ Կմնաս հոգևոր մանկամիտ, հոգևոր մտքով թերաճ, դրա համար կարդացեք Աստվածաշունչը եւ կանցնի թե հոգևոր մանկամտությունը, թե հոգևոր տգիտությունը, ամեն անգամ Աստվածաշունչը բացելով իմացեք, Աստված դրա միջոցով խոսելու է ձեզ հետ, պատասխան է տալու ձեր հետարքրող հարցին։ Իմացեք, որ Աստվածաշունչի հեղինակները Սուրբ Հոգով ներշնչված են գրել։ Երբ մենք կարդում ենք, Սուրբ Հոգին վկայում է մեր հոգուն եւ հայտնություն է տալիս, բացում է միտքը, որ մենք մեր կարդացածը հասկանանք։ Ամեն։ Ամեն։ Ախպեր կարդա, գոնե կեսը հասկացի։ Ես այդ կեսն էլ հələ չեմ հասկանում։ Այդքան բթամիտ ես, այսքան տարի կարդալով։ Լսեք, նա ով կմտածի, որ ինքը Աստծո խոսքը սպառել է, վարել, ցանել է, նա դեռ տգետ է։ Պողոսն ասում էր, ով որ կարծում է, թե մի բան գիտի, թող հաստատ իմանա, որ ոչինչ չգիտի։ Ամեն։ Ես չափազանցրեցի, որ կեսը գիտեմ։ Ներող եղեք։ Կարդացեք, բայց շարունակում եմ կարդալ։ Ամեն անգամ ինչ որ նոր բան հասկանում եմ, ամեն անգամ ինչ որ մի բանով ուրախանում եմ։ Կարդացեք։ Եվ թե ինչու ենք մենք քարոզում, հիշում եք Գործ Առաքելոց 8-րդ գլխի 30-35 համարներումը, երբ որ Փիլիպոսը տեսավ, որ մեկը գնում է կառքով եւ հոգին ասավ, գնա, մոտեցի, գնաց ասավ, կարդացածդ հասկանում ես, նա պատասխանեց, ինչպես հասկանամ, եթե մեկը չբացատրի։ Փառք Տիրոջ է այստեղից բացատրողների համար։ Փառք Տիրոջ է այդտեղ նստած լսողների համար։ Ամեն։
Եթե մենակ իմանաք, թե այս մարդիկ ինչ ապրումներ են ունենում։ Այսքան տարի հետո ես ամեն անգամ ծնկերս իսկապես ֆիզիկապես դողում ամեն անգամ։ Ասում լավ, եկող հաջորդ կիրակի ինչ պիտի քարոզեմ Տեր։ Բա ո՞նց կլինի։ Այս լավ, ես ոչինչ, բայց ժողովուրդը։ Ես միշտ ձեր թիկունքում եմ պահկվում Աստծուց բան խնդրելու։ Լավ, ես ոչինչ, իրանց խղճա, իրանց ինչ որ բան ասա։ Եվ սա շատ պատասխանատու բան է։ Ամեն։ Ամեն։ Այսօր Սուրբ Հոգուն Աստված ուղարկել է աշխարհ, որ մեզ օգնի, ցույց տա Քրիստոսին եւ սովորեցնի Հիսուս Փրկչին փառավորել։ Սիրելի իմ քույրեր, եղբայրներ, ամեն օր առավոտյան գոնե կես ժամ հատկացրեք աղոթքին եւ Աստվածաշունչը կարդալուն։ Դա շատ ժամանակ չի, դու կարող ես քնից այդ կես ժամ շուտ արթնանալ։ Ոչինչ չի պատահի, հաստատ ասում եմ, ոչինչ չի պատահի։ Հավատացնում եմ նախ ձեր օրը կանցնի հրաշալի եւ հետո որոշ ժամանակ անց դուք կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքը փոխվել։ Թող դա դառնա սուրբ սովորություն, սուրբ կախվածություն, սուրբ կապվածություն։ Ամեն։ Մենք կապվածություններին, վատ կապվածություններին, կախվածություններին դեմ ենք, բայց սուրբ կախվածությունների մեջ ուզում եմ, որ մենք լինենք։ Ամեն։ Թող աղոթքն ու Աստվածաշունչ կարդալը լինի այն կախվածությունը, որ առանց աղոթքի օրը սկսելը լինի անտանելի։ Ամեն։ Ամեն։ Հաջորդը կարգապահությունն է քրիստոնեական։ Հիսուսն ասում էր՝ նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է դուռը ընդարձակ ճանապարհը, որ տանում է կորուստ, եւ շատերն են նրանով մտնողները։ Նեղ է դուռը եւ նեղված ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, եւ քչերն են նրան գտնողները։ Պողոսը Տիմոթեոսին գրում է 2 Տիմոթեոս 2 գլխի 3-5 համարները։ Իսկ դու նեղությունների համբերի, ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ Քրիստոնյան մարզիկի նման պիտի մարզվի, զինվորի նման պիտի պատրաստվի խոչընդոտներ հաղթահարելով։ Հասնի նպատակին, ստանա մրցանակը։ Ես ուզում եմ։ Աստվածաշունչը բազում տեղեր է կոչանում քրիստոնյային, ասելով պատերազմիր, պայքարիր, աշխատիր, անհոգ մի եղիր, վազիր, հակառակվիր։ Ամեն։ Ինձ եւ քեզ։ Ամեն քրիստոնյայի կարգապահությունը պիտի լինի, կարգապահություն պիտի լինի քրիստոնյայի կյանքում։ Քրիստոնյաներից շատերն անհոգ են, անտարբեր են, ննջում են սատանայի տված փափուկ բարձի վրա, խոսում են ավել պակաս, չմտածելով, որ Հիսուսն ասում էր ամեն դատարկ խոսքի համար հաշիվ պիտի տաք։ Ժամանակի նկատմամբ շատ անպատասխանատու են վերաբերվում եւ այսպես շարունակ։ Պողոսն ասում էր 5-րդ գլուխ Եփեսացիների թուղթ. տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է վարվեք, ոչ թե անխելքներ, այլ ինչպես իմաստուններ գնեք ժամանակը։ Նա ով ժամանակը չի գնահատում, ավետարանը նրան անխելք է կոչում։ Անխելք մի եղեք, եղեք իմաստուն։ Կորցրած ժամանակը կյանքի կորուստ է եւ այն վերադարձնելը հնարավոր չէ։ Հաջորդը եկեղեցու նկատմամբ վերաբերմունքն է։ Քրիստոնյաները մեկտեղ հավաքվելը ընտրություն չի, որ անում են, այլ հանձնարարություն է։ Այս հարցը չի կարելի անտեսել։ Լսեք, այսօր դու ստեղ ես, միգուցե վաղը չես լինելու, հաջորդ անգամ մտածեք։ Եկեղեցին Աստծո տունն է, որ շինվում է կենդանի քարերից։ Սա չի եկեղեցի, սա եկեղեցու շենքն է, իսկական եկեղեցին շինվում է քարերից։ Դու չես կարող մի օր պատի, դուք տեսել եք երբեմն պատերի միջից քար դուրս ընկած։ Այդպես լինում է։ Շատ տգեղ է, չէ՞։ Դու այս պատի մեջ, Քրիստոսի մարմին պատի մեջ, կենդանի քար ես, դու ո՞նց ես քեզ թույլ տալիս, կարծես, որ այդ մարմնից ես ու այդ մարմնից բացակայում ես։ Դա հնարավոր է արդյոք։ Դու այսօր պիտի տեղ գնաս, ձեռքդ ասում է, այսօր հոգնած եմ, ինձ թող տունը գնա։ Դա հնարավոր է մի դեպքում։ Դուք գիտեք որ դեպքում։ Երբ որ պրոթեզը հասկանում եք։ Ես կենդանի քար եմ, Պետրոսն ասում է, դուք էլ կենդանի քարերի նման շինվեք։ Մենք այստեղ շինվում ենք, հղկվում ենք։ Արարիչը գիտի ոնց ինչ շինի։ Ինձ դնում է Վահանի կողքը, տեսնում է, ես այստեղ ավելցուկ ունեմ, Վահանն այստեղ պակաս,
չգիտեմ, Արարիչը գիտի ինչ է անցկացնում, Լազերը անցկացնում, թե ինչ, իմ ավելն է կտրում, Վահանի պակասն է կտրում, բերում է դարձնում է սրբատաշ, որովհետև պետք է սրբատաշ լինի։ Ամեն։ Ես չեմ գալիս։ Ավելդ կմնա ավել, կողտել մարդ չկա։ Վերջումը կհասկանաս, որ դու այդ շինության հետ կապ չունես։ Չափազանցնում ես։ Ոչ, չեմ չափազանցնում։ Չեմ չափազանցնում։ Վերջացնեմ։ Վերջում իսկական քրիստոնյան Քրիստոսի վկա պիտի լինի։ Ամեն։ Դու չես կարող քեզ քրիստոնյա կոչես ու չվկայես ոչ մեկին։ Չես կարող եւ վերջ։ Ուզում ես քեզ խափի։ Գործը քոնն է։ Դու ուզում ես քրիստոնյա լինես։ Ես էլ եմ ուզում։ Պիտի վկայես։ Չի կարող, ասում այն ինչ որ մենք տեսանք ու լսեցինք, չենք կարող չվկայել։ Ինչ էին տեսել աշակերտները, որ Հիսուս մեռավ իրենց մեղքերի համար, նրան ծեծեցին, դրեցին գերեզման, հետո հարություն տարավ երրորդ օրը։ Հիմա դուրս էին եկել ու բոլորին պատմում էին։ Մարդիկ լսում էին, հավատում էին, բժշկվում էին, հազարավոր մարդիկ ավելանում էր եկեղեցու վրա, կանչեցին, ասեցին, հələ տեսեք մյուս անգամ չքարոզեք, թե չէ, ասեցին հիմա մենք Աստծուն լսենք, թե ձեզ։ Այն ինչ որ տեսել ենք ու այն ինչ որ լսել ենք, մենք չենք կարող չվկայել։ Քո կյանքը, եթե փոխվել է, դու չես կարող չվկայել։ Գոնե քո շրջապատին։ Աղջի, դու չես հիշում, թե ինչքան լաչար էի։ Ներողություն։ Կամ դու չգիտես, որտեղ ինչ տեսներ իր աչքս պետքա թռցնեի։ Հիմա ես ման եմ գալիս մի դատարկ տեղ, որ ինչ որ բան տնեմ։ Ամեն։